Մեր ընկերն է։ Եվ ինչ է։ Հիմա տնային կանանք տակ։ Երեկի շերվա որոշ։ Ինչպես կմեկնաբանեք այդ Չեմ շարժարարները։ Այսինքն նորմալ է, երբ որ նշանակված են ընտրությունները, հայտնի ընտրությունների օրը գրասենյակի աշխատակիցը խոստանում է շարժարարներ կամ Խոստանում է, քանի որ դա այս բային դեռ քննման փուլում է առհասարակ չեմ ուզի մեկնաբանեմ։ Երկրորդ էլ առհասարակ եթե որևիցե մեկը շորի կարիք ունի ու այդ մարդուն ինչ-որ մեկը շոր առնում է նորմալ է։ Այս փոքրիկ խմբակի բերած օրերում որ նորմալ չի որ մարդու հանդեպ կարա հոգատար լինի այդ իրանց համար է որ նորմալ չի որ մարդ կարա ինչ-որ մեկի հանդեպ հոգ տանի փորձի իր խնդիրները լուծի որպես այդ մարդը լավ ապրի իրանք լրիվ հակառակն են անում փորձում են մարդկանց ճակատագրերը խեղաթյուրեն փորձում են մարդկանց ապրուստը վատացնեն փորձում են Հայաստանը թուլացնեն դրա համար էլ այս ամեն ինչը կա դրա համար ունենք Սամվել Կարապետյանը կգա իր փոփոխություններով մենք էլ կունենանք ուժեղ Հայաստան իսկ այս մանր անկապ բաների վրա փորձում են վարկանիշ Ես չեմ կարող մեկնաբանել, քանի որ անախ առաջինը իրավաբան չեմ, 1 գործին ծանոթ չեմ, 2 երրորդ հիմա իրավաբանները բարձում են կհասկանան։ Բայց անթույլատրելի արտահայտություններ էլ կային այնտեղ շունշանգյալ եւ այլ այսպիսի մոտեցում։ Համաձայն եմ, եկեք ես էսենց ասեմ, որևիցե ըստ իս ոնց որ մեկնաբանվում է ընտրակաշառք ինչ-որ մի բան եթե հանրապետությունը մարդ կա կամ մարդիկ են մնացել որ ընտրակաշառքին դեմ են ես ես հավաստիացնում եմ որ ինչպես այս պայքարի առաջի շարքերում ենք կանգնած այդտեղ էլ առաջի շարքերում մենք ենք կանգնած որ պայքարում ենք նմանատիպ կեղտոտ բաների դեմ բայց կարծես թիրախում նաև դուք եք որովհետև բոլորը մտածում են այդ ալիքը դուք եք Անի ջան նորմալ է սովորել ենք բացարձակապես մեր ոչ ապրելու ոչ մեր պայքարին նման բաները չեն խանգարում իսկ ինչ վերաբերվում է մնացած ձեր նկարագրած ինչու ձայնայիներին դեռ չեմ կարողացել հասկանալ ով է եւ ինչ է ինչի մասին է խոսվում երբ որ կհասկանամ պատրաստ կլինեմ մեկնաբանել Չէ շունշանգյալը Եվ պարոն Ալեքսանդրյան եթե ամեն ինչ նորմալ է որևէ այսպես առաջին հայացքից խախտում չկա ինչի է այնտեղ դեր կուսակիցը թիմակիցը ասում բաց կապով մի խոսեք դա ինչ է նշանակում Նորից եմ ասում ինչքան դուք եք լսել այդքան էլ ես եմ լսել ավել մեկնաբանություն չեմ կարող անեմ